Եկեք խոսենք այն հարցի շուրջ, որը վերջերս ցավոք սրտի մի քիչ աղմուկ բարձրացրեց ինտերնետում, մամուլում, ասեմ, թե ինչպես ծագեց այս խնդիրը, մոտավորապես վերջերս մոտ մի 1-2 տարի առաջ Լևոն Հայրապետյանը, որ մեր Գանձասարի հիմնական բարերարն է, եւ գիտեք Տաճարի, Համալիրի, Բակի տարածքի բարերարն է, 13 կիլոմետրով ճանապարհ գծեց Կամուրջից մինչև Գանձասարի վանք, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ձևով երթևեկեն եւ եթե մենք Շուշից առաջ 3 ժամում էինք հասնում Գանձասար, այսօր 45 րոպե է տևում։ Պատկերացրեք, որքան դա հեշտ է երթևեկել։ Բարեկարգեց այդ ամբողջ Համալիրը, գյուղը ինքը ստանձնեց մեր Շուշի ամենափրկիչ եկեղեցու նաև տարածքի բարեկարգումը, Զանգակատունը ինքը ամբողջովին վերանորոգեց եւ ասեմ ձեզ, ես իրեն խնդրել եմ Գանձասարի բարերար դառնալ, որտեղ իր նախնիներն են կառուցել, բայց ամենափրկիչը ինքը առաջարկեց։ Սա մեկ, երկրորդը, ինքը քանի որ այդքան մեծ գործեր արեց այդ պատմական սրբավայրում, մեկ անգամ մեզ առաջարկեց Պարքև Սպազան մեր այս պարիսպները, որ կան վանական պարիսպները, ինչ կլինի, եկեք մի հատ սիրուն երեսապատենք, արտաքինից ամրապնդենք, գեղեցկացնենք, որպեսզի բազում այլ խնդիրներ չունենանք, եւ ես համաձայնվեցի, ճիշտ է, վեհապարի հորդորով կարգադրությամբ նամակ գրեցի մեր հուշարձանների վարչություն Արցախի։ Նրանք կապնվեցին Հայաստանի հետ եւ երկստեղ մեզ մի տեսակ ցավոք սրտի, ասեմ, բացասական որոշում կայացրեցին, որ հարիր չենք գտնում, հարմար չենք գտնում եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք ունենք սեպտեմբեր 2 Արցախի Հանրապետության 21 եւ Լևոն Հայրապետյանը բարի սքանչելի մղումով որոշեց մի տեսակ ավարտին հասնել արտաքին երեսապատումը Գանձասարի, որովհետև դա մեր հոգևոր սիրտն է, կառուցվեց Գանձասարի վանքի տարածքում 2 արկանի միաբանական շենք, որ նախկինում եղել է 2 արկանի, այրվել է, չգիտենք ինչ պատճառով։ Անավարտ էր այդ շենքը, երբ որ մենք եկանք Ղարաբաղ, որպեսզի վերաբացենք Արցախի թեմը 1989 թվականին։ Երևի այդ ժամանակ նորից վերանորոգել էին Պարիսպը, դա հասկանալի է։ Պատերազմի ժամանակ շենքը ավերվեց, ռմբակոծեցին, ցավոք սրտի։ Բայց բարեբախտաբար մեջից մենք մի 17-20 հատ խաչքարեր գտանք, հանեցինք Պարիսպի մոտ դրեցինք եւ նոր շենք կառուցեցինք երկհարկանի 92 թվականին, պատերազմի օրոք։ Եվ 96 թվականին մենք ստիպված եղանք Գանձասարի Պարիսպը նորից վերանորոգել, որտեղ այն պայթած էր, քանդված էր, ծուռ էր։ 2003 թվականին նորից մենք վերանորոգեցինք Գանձասարի Պարիսպը։ Ստիպված, որովհետև քայքայվում էր, որովհետև աձևները գալիս պայթեցնում էին այդ Պարիսպը։ Այսօր, որ մենք նայում ենք այդ Պարիսպին, գոնե ես գիտեմ 89 թվականից, 90-95%-ով ցեմենտ բետոնից է այդ Պարիսպը։ Ճիշտ է, Պարիսպը ես վստահ եմ, որ հնում եղել է 7-րդ դարում, 10-րդ դարում, 13, 17 Պարիսպը եղել է քանդվել, վերանորոգվել։ Մենք նկարներ ունենք։ Ես կարծում եմ, որ մենք ունենք սիստեմային, համակարգային մի քիչ թերություն։ Եթե կարողանանք հասցնենք այս վերջին օրերը նորից խորհրդակցենք հուշարձանների վարչության հետ, միասնաբար նորմալ լուծում գտնենք, այդ աղմուկը չէր լինի։ Դա մեր բոլորիս թերացումն է, առաջինս երևույթին իմն է, որպեսզի մենք այդ բանից զերծ մնանք, որպեսզի վանքը կարողանա նորմալ մի քանի տասնյակ տարիներ շարունակել իր գոյատևումը, պահպանել, պետք է երեսապատել։ Հարց կա, ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի ընդունի, չգիտեմ ինչ, նախ 90%-ով ցեմենտ բետոնից արված Պարիսպ է։ Դա հասկանալի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա չի հետաքրքրում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է հետաքրքրել միայն 13-րդ դարի տաճարը։ Սուրբ Մայրաթոր Էջմիածնի Պարիսպը եղել է ցեխից, կավից։ Նույն դիպսիմե վանքը։ Պարիսպի ներքև եթե նայեք դուք արևելյան կողմը, մի քիչ հին ցեխի պատը կա։ Նորից տուֆից Պարիսպը պատվեց, որպեսզի կոկիկ նորմալ տեսք ունենա։ Նույնը Գեղարդավանքի Պարիսպը, Խոր Վիրաբի Պարիսպը, Գայանե վանքի, Շողակաթի եւ բազում այլոց
պարիսպների վերաբերյալ։ Այսինքն հրատապ լուծումը սա էր, ռեստավրացիայի գնալու ժամանակ չունենք, այսինքն օրի պիտի փլվեր, թե ծախսերն են։ Երբեմն միջոց չունես, որ անես, հիմա հարց եմ տալիս։ Լավ կլինի այս բանը, եթե վերանորոգում ենք, գիր ու ավազով վերանորոգվի։ Մենք չենք կարողանում 220 տոննա գիր ճարենք։ Չենք կարողանում։ Ոմանք էլ ասում, եթե պատը պիտի գիրով անես, հետո նորից որմնակարգ անես, 7 տարվա մեռած գիր պիտի լինի, որպեսզի ինչ-որ բան նկարես։ Նախ ոչ ոք գիրը չի պատրաստում։ Եթե պատրաստի 7 տարի գիրը պիտի հանգչի, որից հետո մենք պիտի վերցնենք կիրառենք, 8-9 տարի անցավ այդ վանքը անձրևից ձներից պիտի լռի, հիմնովի պիտի փլվի։ Հիմա որն է ճիշտ։ Փրկել այդ վանքը, թե չգիտես, մեկը կարողանա 220 տոննա գիրը հանգցնի 7 տարի սպասենք բերենք անենք։ Մենք այսօր չենք կարող ասել ինքը 7-րդ դարի հնություն է, 13-17-րդ, թե 20-ի սկիզբն է։ Որովհետև նայում ենք մենք այդ պարիսպը 90-95% ցեմենտ բետոն է։ Պարիսպապատումը կատարվում է նույն Գանձասարի հանքից, նույն քարով, նույն բանով, որպեսզի ներդաշնակվի ամբողջ համալիրին, եւ տաճարին, եւ միաբանական շենքին, եւ կաթողիկոս սարանին։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ նույն եկեղեցու հատակին, որը մենք ենք վերանորոգել Լևոն Հարապետյանի միջոցներով, նույն հանգից, նույն քարերով, որտեղ հատակը ահավոր վիճակում էր, երբ որ մտնում էիր, քեզ վատ էիր զգում։ Մենք մի պահպանված մի մասը քարերը թողեցինք, քայքայվածները, բխրվածները հանեցինք, նույն հանգի քարեր բերեցինք, նույն քարով դրեցինք։ Մայր աթոռի ճարտարապետության վարչության մասնագետները եկել, տեսել, ուսումնասիրել են, եզրակացություն են հանգել, որ անհրաժեշտ է նորոգումը, թե ոչ, իմ հարցը դա է։ Դուք աչքով նույնիսկ կարող եք տեսնել, որ այն վերանորոգման կարիք ունի, եւ մենք երկու անգամ ենք վերանորոգել, ստիպված, որտեղ փլման եզրին էր։